Հաց և քինի, թե մարմին և արյուն։ Այս խորհրդածությունը կախված է Վաղինակ վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը» գիրքեն։ Պողոս առաքյալ Կորինթացիներուն հղած իր առաջին նամակի մեջ կսե. ով որ անարժանությամբ ուդե և գխմե, այդ ուդելով ու խմելովը ինքզինք դատապարտության կենթարկե, քանի որ զանազանություն չի տներ սովորական հացին և Տիրոջ մարմինի միջև։ Չենք կրնար Սուրբ Պատարագի ընթացքին սրբակործյալ հացին և քինիին հետ վերաբերել այնպես, ինչպես պիտի վերաբերեինք մեր տան սեղանի վրա գտնվող հացին և քինիին հետ։ Եթե անսահմանորեն իրար մեջ տարբեր են եկեղեցու սեղանն ու մեր տուներու սեղանները, ապա որքան ավելի իրար մեջ տարբեր են այդ երկու սեղաններու վրա դրվող դարերը հացն ու քինին։ Հացն ու քինին, որոնք նյութական դարեր են, Սուրբ Պատարագի ընթացքին կան նյութականանան և կան նյութականացին սիրտերն ու հոգիները, բոլոր անոնց, որոնք նյութի և նյութականի դիրաբերություն են ձեռբազատիլ գարերսեն։ Սուրբ Պատարագի ընթացքին մատուցված հացին և քինիի մեջ լոկ հաց և քինի պետք չէ տեսնենք։ Քրիստոս անոնք իրանցով փոխարինեց, եթե անոնք լոկ հաց և քինի ըլլային, ոչ հավատքով հաղորդվողին կյանքի մեջ իրենց սրբարար և կենցարար աստեցությունը պիտի ունենային և ոչ ալ անհավատությամբ հաղորդվողին որևէ ցեվով պիտի վնասեին։ Հայ եկեղեցու տեսակետը այն է, որ երբ Սուրբ Պատարագ կմատուցանենք, Սուրբ Հոգին վայրեջքով և ներգործությամբ հացն ու քինին սրբակործման բահուն կփոխվին և կփոխակերպվին Քրիստոսի ճշմարիտ մարմինին և արյունին։ Տերենիկ եպիսկոպոս կսե. Արտակնավես հացին և քինիին դարերը նույնը կմնան, սակայն կստանան նոր զորությունը, անոնց մեջ խորհրդավոր գերբով մը հաստատվի Քրիստոսի մարմինին և արյունին իսկությունը Սուրբ Հոգիի ներգործությամբ։ Ներսես Լամբրոնացի նաև նույն իմաստը ընդգրկող հաստատումը կկատարի ասելով. նյութը, այսինքն հացն ու քինին չեն այլայլիր, այլ բարձավես իմանալի զորությունը կընդունին։ Սուրբ Գրիգոր Դատեվացի և Ներսես Լամբրոնացի գրեթե նույն բարերով գսեն. հացն ու քինին կփոխարկվին Քրիստոսի մարմինին և արյունին։ Դարձյալ մեր եկեղեցու վարդապետներեն Ներսես Լամբրոնացի, Խոսրով Անցեվացի և Աջիշեցի կհաստատեն ասելով. հացն ու քինին իսկապես գլան անոր մարմինն ու արյունը։ Իսկ Հովհան Մանթագունի գսե. հացին և քինին մոտենալով մենք Քրիստոսի է որ կմոտենանք, անոր է որ կտեսնենք, կշոշափենք, կհամբուրենք, մեր ներսիտին կընդունենք և կդառնանք մարմին և անդամ Քրիստոսի և որդիները Աստուծո։ Փառք Հորը, Որդին և Սուրբ Հոգին, հավիտյանե մինչև հավիտյան։ Ամեն։